Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու ենք իմ ամենասիրած ճաշերից մեկը, որը եւ համաշխարհային շատ հայտնի ճաշ է կամ ուտեստ է, որը միտբոլն է, այսինքն մսի քնտիկները։ Ընդհանրապես աշխարհում մսի քնտիկները ունեն ինչ-որ ցև պատրաստելու եւ կամ մատուցվում են ինչ-որ կարտոֆիլի պյուրեով կամ բրինձով եւ այլն։ Բայց ես այսօր թեղին ոլորով եմ անելու իրա գողքի սայդը, այսինքն միտբոլի ու ինքը շատ հետաքրքիր է համային առումով եւ presentation եւ creativity եւ ստեղծագործական առումով, այսինքն մի խոսքով շատ հետաքրքիր բաղադրատոմս սպասում է ցեզ այսօր։ Այսօր պատրաստելու ենք քինիով մսաքնտիկներ եւ ոլորի պյուրե։ Մեզ պետք է 500 գրամ աղացած տավարի միս, մի բաժակ կարմիր քինի, 2 բաժակ մսի արքանակ։ Մեզ հարկավոր է 2 բաժակ թեղին ոլոր, 1.5 բաժակ գաթ, մի փոքր ազատ քեղ եւ մի հատ սոխ, 2 ճաշի գդալ լոլիկի մածուկ, մի ճաշի գդալ ալյուր, մի հատ ձու, 200 գրամ կարակ։ Համեմունքներից մեզ պետք են աղ, սևբղբեղ, ձիտրոն եւ օրիգանո։ Մի բագետ հաց, որից օգտագործելու ենք մի քանի շերտ։ Իհարկե ոլորը օգտագործել ենք մարանիգի ոլորը եւ քանի որ ինքը մի տետև ժամանակ կառնե, լվացել եմ ու արդեն դրել եմ, որ եփի, միջև արդեն մենք միտբոլերը պատրաստենք, ինքն էլ պատրաստ կլինի։ Ոնց ենք սկսում։ Սկսում ենք սկիզբը հացից։ Մի քանի սլայս անում եմ, այսինքն այս 500 գրամին երևի 2 հատ ցենց մեծ սլայս արդեն բավարար է։ Այս հացը հետո պահում եմ, մենք հետո lunch break կնենք մեր կորձընկերներով եւ կուտենք։ Այսպիսի ափսե ենք բերում եւ խնդրում ենք operator-ից մոտիկանա։ Այսպես մի քիչ ճզմրդում եմ հացիկները։ ու մի հատ պետքա ցերնոցով ճզմենք։ Լավ մանրացնում ենք, մինչև որ այդ գաթը եւ հացը լավ խառնվեն։ Ստանում ենք այսպիսի բան։ Իրականում գաթը, որովհետեւ ես երկու տեղ եմ օգտագործելու, մի քիչ այստեղ միտբոլին եւ մի քիչ էլ ոլորին, դրա համար մի տեղ եմ դրել, այսինքն մի քիչ արի արդեն հացիկի համար, հետո մնացածը ոլորին պետքա օգտագործեմ։ Այս ունենք արդեն պատրաստ է։ Իսկ հիմա պետք է մնացած բաղադրիչները պատրաստենք ու ավելացնենք ու վրան միս ավելացնենք ու խառնենք։ Մեր ազատ քեղը, այսինքն մաղը դանոսը գդրադելու ենք մանր, որպեսզի ավելացնենք մսի զանգվածին։ Մի հատ էլ անցնենք։ Okay. Ավելացնում եմ այդ հացիկի վրա, որը արդեն ջզմել եմ կաթով։ Ստեղ մաքրում եմ ու անցնում եմ հաջորդ քայլին։ Դե ինչ, տախտակը մաքրել ենք սավայի նյութերով, մենք օջարվել ենք սավայով եւ արդեն շարունակում ենք։ Ստեղ ոնց տեսակ հացը կաթով եւ ազատ քեղը ավելացրել եմ։ Հիմա ավելացնելու եմ հավգիթը։ Սոխը, սոխը նախապես կդրադել ենք մանր։ Հիմա ավելացնելու եմ միսը, նայեք ինչ լավ միս է։ Մի անգամից կարող ենք համեմունքներն էլ ավելացնել ու խառնել։ Աղը, սևբղբեղ, ձիտրոն,
Ու խառնում ենք։ Այսպես լավ խառնում ենք, որպեսզի ամեն բաղադրիչները իրար հետ լավ խառնվեն։ Եվ իհարկե մեր ցերքի դակությունը պետք է այդ ջաշի մեջ անցնի, որպեսզի ավելի համով լինի, այդ հիշենք։ Մանավանդ այսպիսի միսեր եւ կոֆտայի տեսակներ, այդ տաքությունը տալիս է ավելի համողություն, որովհետև այդ մեր ցերքի տաքությամբ այդ յուղերը տաքանում են ու հալվում են ու միսը իրար հետ ավելի լավ է ամուսնանում։ Էս հիշեք, հետո ասեք շաղիկը ասեց։ Դե ինչ, միսը կպատրաստ է։ Ես պատրաստել եմ այսպիսի ինչ-որ պայրեքսանման աման, իսկ չերոցը արդեն տաքացրել ենք, 180 աստիճանի եմ թրել, կարող ենք մենք մոտավոր 30 րոպե հիմա չերոցում իրանց եփել ու հետո արդեն պետք է դաբագի վրա ավելացնենք ու սոսը սարքենք։ Քնտիկները կարող ենք մեր ցանկացած չափով անել, հիմա ես ուզում եմ այսպիսի չափ անել, հիմա դուք ոնց կուզեք այնպես արեք, նայեք, սենց քնտիկներ ենք անելու ու ավելացնում ենք։ Աչքի չափով ենք անում, եթե շատ աչքի չափի չեք վստահում, կարող եք ինչ-որ գշիրք օգտագործել, բայց ես դե մոտավոր արդեն գիտեմ։ Իսկ մինչ այդ մեր ոլորը արդեն եփում է ու պետք է շատ լավ փափկի։ Բայց ես տեսնում եմ չափը շատ լավն է, երևի էդի մարանի գիծ է։ Եվ շարունակում ենք այս անուշիկ քնտակները ոլորել, գլորել։ Վերջին երկու քնտիկներն ենք անելու։ Միշտ հիշում եք, ձեզ ասում եմ վերջի քնտիկները քիչիկ մեծոտ են լինում եւ ճիշտ նույն թեորին ստեղել է։ Դե ինձ սիրելիներս, մեր անուշիկ քնտիկները պատրաստ են, հիմա ուղարկելու ենք չերոց, մի 30 րոպե եփելու ենք, իմիջիալոց մեր mashed peas-ը պետք է անենք, այսինքն փյուրեն ոլորի։ Ուրեմն նայում ենք ոլորին, որը մոռացել ենք, բայց չենք մոռացած, ուզում ենք շատ փափկի, արդեն գրեթե պատրաստ է։ Կարող եք մոդիկանալ, բարոն։ Գնաց։ Նայեք ինչքան լավն է։ Ես որ ցերկով ճզմեմ, ինքը պետքա սենց շատ արագ արդեն փափկի։ Օպ։ Կարող ենք արդեն մարել։ Արդեն այսպես պետքա ճզմենք։ Ինքը այնքան լավ փափուկ է, որ պետքա որ սենց manually կարողանանք անել, այսինքն ցերկով եւ այսպես։ Բայց եթե չկարողացաք, կարող եք նույնիսկ բլենդերով անել, ոչ մի խնդիր։ Բայց ես գսիրեմ դից ցերկով ավելի հոգնել։ Ոնց հերիսան, եթե հերիսան մենք ցերկով անենք, ավելի համով է լինում, քան թե ինչ որ բլենդերով, արհեստական է նայվում։ Իրականում ես սեսի մի քիչ սենց չանկի եմ սիրում, այսինքն տենց լեզվի վրա սենց մաս-մաս կա, բայց եթե դուք սիրում եք սենց ավելի smooth, ավելի սենց գլատկի, ինչ բառեր եմ օգտագործում ստեղ ռուսերեն, եւ կարող եք ավելի բլենդ անել։ Հիմա ես ինձ համար արդեն լավ է։ Ավելացնում եմ երկու կարակները։ Այդ մի կարակը հետո մնում է մեր սոսին համար։ Լավ, խառնում եմ, ավելացնելու եմ կաթը, աղը, բղբեղը,
ավելացնում եմ օրիգանո, մի թեթև, հիմա ետ պետք է տնեմ գրագի, միջև որ ինքը ավելի ամրանա։ Կարող եք մի հատ համին նայել, որպեսզի աղին նայենք, եթե պետք է ավելացնենք։ Yummy։ Իրականում կարող ենք առանցին ուդես սարքել։ Հիմա, քանի որ ամեն ինչ խառնեցինք իրար, հիմա պետք է մի քիչ եփենք, որպեսզի ինքը ամրանա, միջև ամրանա միտբոլերին գնայինք, եթե քիչ ժամանակ կառնե, մենք ստեղ ունենք լիքը փերելի վանելու համովություններ, երևի նորեն սվիթնելա կուտեմ, կամ որ ես շատ կսիրեմ։ Մի քիչ սուրճ կխմենք եւ կվայելենք մեր սվիթնելաները, ու հետո արդեն կգանք կտեսնենք ոնց են մեր միտբոլերը ու կշարունակենք։ Դե ինձ սիրելիներս, մեր միսերը արդեն եփել են, արդեն ոլորն էլ պատրաստ է, հիմա ուզում ենք միսերուն բերել եւ սոսը պատրաստել։ Վաու։ Բերում ենք այսպիսի բան, ավելացնում ենք մեր միտբոլերը այստեղ։ Հոդի ինչ անուշ է, oh my god։ Այս կարակն եմ ավելացնելու։ Հիմա, այս ալյուրի ինչի համար է ասեմ, ես այս միտբոլերի վրա եմ տնելու, որպեսզի իրենք ավելի խրխրթանություն տան մեզ։ Մի հատ խառնում ենք, մյուս կողմն ենք անում ալյուր։ Մի քիչ էլ էս կողմ։ Հիմա այս ցևը որ անում ենք, մի քիչ դալիս ենք իրեն կարմրություն, ինքը դառնում է ավելի սենց հյութալի տեսք ունենում ու կարմրած։ Նայեք, արդեն որ տեսնում եք, երևի մոդիկից նկարում են, տեսնում եք մոդիկից։ Հիմա ամենակարևորը որ ավելացում ենք քինին, ասեցի չէ, կարեի քինին ենք օգտագործում։ Լորիկի չուրը։ Մի քանի րոպեով հեռացնենք ցեզի, մի նեղացիկ մեզ մե, սոսը խառնենք ու հետ կդեպերենք։ Ավելացնում եմ արքանակը ու խառնում եմ։ Մեր միտբոլերը հետ ենք ուղարկում մեր սոսի մեջ, որ մի քիչ էլ սոսով եփեն, արդեն պատրաստ կլինի։ Մի քանի րոպե է պետք, արդեն միջև սկսենք մատուցելու։ Օպս։
Դե ինձ սիրելիներս, արդեն իմ ամենասիրած բահս հասել ենք, պետքա սուրվանենք, այսինքն մատուցենք։ Ինչպես որ տեսնում եք, այսպիսի զանգված ունենք։ Ես ասեցի, ես սիրում եմ չանքի, այսինքն սենց ավելի մեծ, բայց եթե սիրում եք դուք ավելի smooth, կարող եք իրեն blend անել։ Սկզբում ավելացնում եմ էսի ներքևում, որպեսզի հետո միտբոլերը վրան ավելացնեմ։ Հոդի ինչ անուշ է, oh my god, ես սաղ կինիից է։ Ովքեր հիմա են միացել մեզ, ինչեր բաց տողեցիք։ Հեսա, YouTube իջնելուց հետո կնայեք ու կպատրաստեք։ Մի թեթև ազատքեղ եմ մարացնում, որ զարդարանքի համար տնեմ։ Դե ինձ սիրելիներս, տեսակ ինչքան համով ձևով ենք պատրաստել, հեշտ չեմ ասում, որ չասեք, որ վայ մի քիչ ժամանակ ա տևում, հեշտ չէ, բայց իրականում հեշտ է, որովհետև մի քանի պրոցես է, բայց հետո ստանում ենք հեքիաթային համովություն։ Կարող եք պատրաստել ձեր ընտանիքի համար, խնամիների համար, հարևանների համար, ձեր համար, եթե միայնակ եք, it's okay։ Կարևորը պատրաստեք եւ վայելեք այս համովությունները։ Այսքան խոսում եմ թեր չուտելուց, ալ երևակայեք ուտելուց հետո ինչ եմ խոսելու։ Մի մոռացեք մեզ հետևել եւ Instagram եւ Facebook համի գաղտնիք էջերին եւ իհարկե բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, որովհետեւ պատճ տոնեք ոչ մի համով պաղադրատոմս։ Հիմա փորձում ենք։ Այնքան գեղեցիկ ենք պատրաստել։ Ես մեղքանում եմ գտնեմ։ Մի հատ նայեք այնքան փյուրեն ինչքանով ալա, որ ինքը սենց ոչ շատ smoothie է, ոչ շատ սենց liquid է կամ ոչ շատ ջրիկ է, ոչ շատ ամուր է։ Ես ուզում եմ լավ, օքեյ, իրար հետ ուտեմ։ Հանում եմ միսից։ Գտնում եմ։ Տեսեք մեջը ոնց է։ Oh my god, տեսնում եք։ Wow. Wow, wow, wow. Մի հրաշք համովություն, այս ներքևինը դեղին բոլորը տալիս է կոմֆորտ համ, հանգիստ, ու իրա վրա գալիս է այդ միտբոլը, որի մեջ կա քինով սոս եւ այլն, օրիգանո, այդ ամեն համերը զգում եմ, ու իրականում իդեալական համադրություն է։ Ես շատ եմ հավանել, անպայման դուք էլ պատրաստեք եւ վայելեք այս համովությունը։ Բարի խոճակ։